Partilocce, Նախուրախ եմ, որ ձեր մեջ եմ առաջ անգամ եմ ստեղ, ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ եղբայրը որ խոսած, իրոք բնությունը ցույց է տալիս, ասես որ եկել եմ մեր Ղարաբաղի բնությունները, բանի ասած մեր տունը հիշեցինք, բայց այս բնությունը այնքան չի կարևոր, ինչքան Քրիստոսի ներկայությունը, ինչքան Քրիստոսի սերը, որովհետև մի օր մենք այս ամեն ինչ թողնել ենք, թե բնություն, թե մշակույթ, թե մեր այն հին ասացվածքները, ամեն բան թողնելու ենք, բայց մենք Քրիստոսի հետ պետք է հավերժանենք, փառավորի Հիսուս։ Դերը թող շատ օրհնի։ Մեր Վալեր աղբերը մեր տան եղել է, Ղարաբաղում ասեք ինչքան պաշտամունքներ եղել, մենք ժողովարան չենք ունեցել, ես վերջի 44 օրվա պատերազմի ժամանակ նորը սկսել եք մի հատ ժողովարան կառուցել, էդեր չհասցրենք իր ավարտին, միշտ մեր տան ա եղել պաշտամունքներ, ուղղակի sense որ նայում եմ, հիշում եմ մեր առաջվա այն բաները, որ իսկապես սա իր գեղեցկություն ունի, ժողովարան իր տեղն ունի, սա իր գեղեցկություն ունի, որովհետև ժողովարան մի տեսակ ավելի ուրիշ է, նայում են պատերին, նայում են շքեղությանը, նայում են այս էկրանին, իսկ ստեղ կարծես թե բոլորիս ուշադրության կենտրոնում տեղն է։ Տերը թող փառավորի եղբայրները։ Ինչպես եղբայրը խոսած, որ իրոք որ մեր սիրտը պետք է բացենք Տիրոջ առաջ։ Այդ ամեն ինչը սկսում է, թե դու ինչ սրտով ես դու եկել Տիրոջ մոտ, ինչ կոտրվածությունով, ինչ մոտեցում, այս բոլորը քեզանից կախված է։ Գիտեք, մենք կարող ենք եկեղեցի տարիներ անցնի ու տենց էլ չփոխվենք, որովհետև եկեղեցում լինում է այնպիսի բան տարիներ անցնում, մարդը նույնն է մնում, կարծես թե չի փոխվում։ Ինչի համար չի փոխվում, որովհետև ինչպես եղբայրը ներկայացրեց, սիրտը անկեղծության բաց չի արել Տիրոջ առջև։ Եվ մենք այսօր բոլորս էլ դրա կարիքն ունենք։ Գիտեք, որևէ եղբայր ի զորու չի քեզ հաղորդ անի աստվածային բնության։ Այո, հովիվները պետք են, ձեզ վերակացուներ պետք են, ձեզ խրատողներ պետք են, ձեզ սովորացնողներ պետք են, բայց որևէ եղբայր անգամ բերենք առաքյալներ ի զորու չէ ձեզ ինչ անելու, հաղորդ աներ աստվածային բնությանից։ Այս բոլորը պետք է դու անես, քո քայլով անես, քո անկեղծությամբ անես, քո հավատքով անես եւ Տիրոջ առաջ գաս, սիրտը բաց անես, որովհետեւ քո հոգին Տիրոջը կարիքն ունի, փառավորվի Հիսուսի եղբայրները։ Մի մտածի, որ գիտես ինչ կա, միգուցե ես տենց հավատ չունեմ կամ միգուցե Տերը ինչ չի լսի, ամեն մտքեր էլ կգա մարդու մոտ, չէ՞։ Ասեք կմտածի ասի, երևի ես այսքան շատ մեղավոր եմ, միգուցե ինչ չի լսի, բայց դեռ մի հատ համար կա, ես կկարդամ եւ այս համարի շուրջ ուզում եմ ձեզ հետ մի կարճ կիսվել։ Այս բաներ են ետքը, ուրեմն Հայտնության 4-րդ գլխից եմ ուզում կարդալ։ Այս բաներ են ետքը տեսա թե երկնքի մեջ բացված դուռ մկար, առաջին ձայնը որ լսեցի փողի նման էր, որ ինձի հետ կխոսեր ու կսեր, հոս ելիր ու ասկե, ետ կլալու բաները քեզից ցուցնեն, եւ շուտ մը հոգին իմ վրաս եկավ, տեսա թե աթոռը դրված էր երկնքի մեջ, աթոռի վրա մեկը նստեր էր, նստողը հասպիս ու սադիոմ քարերու երևույթի նման էր։ Տեսա մի դուռ, որ այդ դուռը բացված էր, գիտեք այդ դուռը ով է բացել։ Դա մեր Տերն է բացել։ Մինչև Քրիստոսի գալը, մինչև Քրիստոս այսինքն աշխարհ գալ, այդ դուռը բաց չէ։ Քրիստոսն է եկել մեզ համար այդ դուռը բացել։ Եվ ասում է, այնտեղ մի աթոռ տեսա, այդ աթոռի վրա նստողը տեսեք ինչ քարերի երևույթի նման էր։ Նստողը հայսպիս ու սաջոն քարերի երևույթի նման էր։ Այս երկու քարերը կարծես թե այնպեսին ես մի հատ խորհուրդ ունի։ Մի քարը, սաջոն քարը, որպես ասեք, գիտեք ինչ գույն, ասենք իր գույնը ինչ գույն էր։ Ուրեմն սարդիոն քարը կանաչ գույն էր,
Մյուս քարը կարմիր գույն էր, եւ սրանք խորհուրդ ունի, որ ասում է դրա այդ երևույթի նման էր, դուք ժողովրդական սեսպան կա, չէ՞ որ ասում են ճանապարհը կանաչ լինի, այսինքն Տիրոջը մոտենալու ճանապարհը միշտ ներդաշնակ է։ Եվ պատահական չի, որ Հիսուսն ասում է, այսպես ասում, ինձ գալացողին ես բնավ ինչ չեմ անելու, դուրս չեմ հանելու։ Այսօր մենք կարող գնանք ենթադրենք քաղաքապետի մոտ, հերթ կանգնենք, կարող չթույլատրեն, կարող ասեն նամակ գրեք, հետո կգաք, բայց Տիրոջ մոտ գնալու համար ոչ հերթ կա, ոչ բան կա, կապ չունի ում ցեղից ես, կապ չունի ում աղջիկն ես, կապ չունի ում տղեն ես, կապ չունի քանի տարեկան ես, կապ չունի ինչքան մեղք ես գործել, ասում է ինձ գալացողին ես ինչ չեմ անելու, բնավ դուրս չեմ անելու։ Իսկ այն մյուս քարը կարմիր գույնը, որը խորհրդանշում է իր արյան գույնը։ Եվ այսօր մենք բոլորս եղբայրներ Քրիստոսի արյան միջոցով արտոնություն մտնելու սուրբ տեղը եւ այդ դռնով ներս մտնելու, որովհետեւ այդ դռնով ներս մտնողները, գիտեք, պետք է ճանաչեն Քրիստոսին, ճանաչեն Քրիստոսի խաչը, ճանաչեն Քրիստոսի, այսինքն իր թափած այրունը, որ իր այրունը մեզ բոլորիս համար ինչ արել, թափվել է եւ մենք երկրի վրա ինչքան էլ մենք այսպես ասած մտածենք մարդը հնարավոր չի որ մեղքի բնությանը մենք իզորու չենք հաղթելու մեղքի բնությանը, որովհետև մեղքի բնությունը մեզանից շատ զորավոր է։ Չի եղել տես մի մարդ ասի ես հաղթել եմ, չի եղել տես մեկը ասի ես գիտես ինչ կա, Պողոսի նման մարդը, եկեք մեզ համեմատենք Պողոսին, ենթադրենք, Պողոսը այնպիսի մի անձնավորություն էր, անգամ իր մասին, իր կենսագրությունը, որ մենք կարդում ենք, ասում է իմ հասակակիցներս բոլորին ես առաջադեմ էի, գամաղելի ոտքը մեծացած մարդ եմ եղել, ամեն բան սովորել եմ, փարիսեցի եմ եղել, օրենքին նայելով ես անարատ էի, ամեն բան գիտեր, Մովսեսի օրենքից բռնած բոլոր մտածեք, որ պատկերացեք, որ ամբողջ Աստվածաշունչը ինքը գիտեր, այս մի բան կար, որ ինքը իր մոտ կարծես թե ծածկված էր, Քրիստոսին ինչ չէր անում, չէր ճանաչում, բայց երբ որ իրոք իրականում ինքը Քրիստոսին ճանաչեց, իր մոտ առաջացավ մի շատ խոր զղջում, առաջացավ մի ավելի տենց ինչպես եղբայրը ներկայացրուց, իր սիրտը, որ բացել էր Տիրոջ առաջ, հիմի այդ մարդը գիտեք ինչ էր ասում էր, ինչ խղճալի մարդ եմ ես, ով պետք է ինձ ազատի այս մանկանացու մարմնից։ Փառավորի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեղքի բնությունը յուրաքանչյուրից զորավոր է, բայց իր արյան թեկուզ մի կաթիլ արյունը մեզ բոլորի մեղքերը կարող է ինչ անելու, սրբելու։ Տերը թող շատ օրհնի եղբայրներ քույրեր։ Գիտեք, այնքան կարևոր է, որ այսօր մեր սրտերը անկեղծորեն Տիրոջ առաջ բացենք, որովհետև անկեղծությունը ավելի կարևոր է։ Անկամ գիտեք, Իսրայելի մեջ մարդիկ կային, մոտենում էին, այսպես էին ասում, երբ որ ինչ-որ խնդիր էր առաջացել կամ բժշկության պահով էին մոտեցել, Հիսուս իրանց հարցնում էր, ասել հավատք ունիք դուք բժշկվելու, անկեղծորեն ներկայանում է, որ ասում են, Տեր ներիր իմ թերահավատությանս, հնարավոր է մարդ ենք, հնարավոր է նաև թերահավատել լինենք, իսկ այս անկեղծությունը այնքան կարևոր է յուրաքանչյուրից, Տերը չասես, բա որ թերահավատ ես, քեզ չեն բժշկվելու, գիտենք, որ մենք ընկերություն ենք արել, թեկուզ աշխարհի մեջ, մենք միշտ մտածել ենք, մեր ընկերը լինի անկեղծ, համաձայն չեք, հանկարծ ասեք մի 20 տարի ընկերություն եք արել, մի վատ բան արել, այդ կարծես թե այդ ընկերությունը խզվել է մեր մեջ, այդպես չի եղել։ Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր ընկերը միշտ լինի անկեղծ, անգամ որ նորապսակները ամուսնանում են, միշտ մտածում են, որ անկեղծ լինեն իրարու նկատմամբ, կես բառից իրար հասկանան, իրար սրտեր իմանան, եղբայրներ քույրեր, բայց Աստված դուք ոնց եք կարծում, չի ուզում, որ դու անկեղծ լինես, իսկ այդ անկեղծությունը կապ չունի, թե դու ինչ վիճակ ունես, կապ չունի դու ինչ ապրումներ ունես,
կապ ունի քու անկեղծությունը, որ գնում ես Տիրոջ առաջ խոնարհվելու եւ այդ խոնարհության մեջ քո սիրտը բացելու Տիրոջ առջև։ Դրա համար այսպես այս քարը մեկը կանաչ քարը, մեկն էլ ասեք կարմիր քարը, այս կանաչը ցույց է տալիս Տիրոջ ճանապարհը, ներդաշնակ ճանապարհը, իսկ այն կարմիրը արդեն Քրիստոսի խաչի եւ իր արյան ինչն ունի, խորհուրդն ունի։ Տերը թող շատ օրհնի եղբայրներ քույրեր։ Այնքան կարևոր է, որ այսօր մենք բոլորս էլ կարողանանք Տիրոջ ավելի մոտիկից ճանաչել։ Տերը թող շատ օրհնի։ Ես այդքան տարիներ ասեք, որ Ղարաբաղ եմ եղել, ամեն ինչ մտքովս անցել ասում եմ, միշտ մտածում եմ, ասում եմ, ինչն է պատճառը, որ դե եղբայրներ կամ ասենք ժողովրդի մեջ ամեն մեկ միշտ մի կարծիք ունեցել է, էլի, ասում եմ, մեկն ասում է, գոնե 5 արդարը չկար, մեկն ասում է, գոնե մի, բայց ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեջ կար պատիկներ ունենք, եղբայրներ ունենք, որ գիշեր ցերեկ միշտ արցունքով լացել են։ Բայց սարմանալի է, ես միշտ մտածել եմ, ասում եմ, ինչն է խնդիրը, որ Աստված թույլ է տվել, որ մենք ընդեղից կանք ստեղ։ Եվ ես միշտ աղոթել եմ, ասել եմ, Տեր, գոնե համարը հիշեցրու ինձ, համարը հիշեցրու, ինչ համարով ես դու ինձ հետ խոսելու։ Եվ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեցել է եւ հատուկ համար էր։ Ուրեմն Երեմիա մարգարեության մեջ 29:13, որ ասում են, ես գիտեմ, քու ներկա Տեր, քու ապագա Տեր ես տեսնում եմ։ Եվ գիտեք ամբողջ խնդիրը ինչու՞մն է, որ Աստված թույլ է տվել, որ մենք դուրս գանք։ Մենք կարող ենք մտածենք, ասենք, բա վերջապես հայրենիք եք թողել, բայց ժողովուրդը, որ դուրս են եկել, այստեղ ահագին Ղարաբաղցիք ապաշարվել են, ահագին Ղարաբաղցիք դարձել են Տիրոջը, եղբայրներ քույրեր, գիտեք մարդու համար, Աստծո համար մի մարդու հոգին ավելի թանկ է, կամ մի կտոր հողակտոր, համաձայն չեք։ Իր համար մի մարդ ավելի թանկ է, քան այսօր մենք մտածում ենք մի փոքրիկ հողակտոր։ Մենք բոլորս թողնելու ենք մեր հայրենիքները, բայց Աստծո համար մի հոգին ավելի թանկ է։ Եվ ես հասկացել եմ, որ ինչքան Ղարաբաղցիք եկել են հասել ստեղ, ահագին Ղարաբաղցիներ, երկուսը կոշում են մակարդվել, այս վերջերս 15 հոգի մենք եղբայրներով բան ենք անում, այնտեղ են ահագին երիտասարդներ մակարդվել են։ Բայց դրանք որ Ղարաբաղում մնային, դուք էլ գիտեք, Ղարաբաղցիները մի քիչ կոշտ, կոպիտ, տենց չընդունող եւ այլ, հա։ Նամանավանդ որ Ղարաբաղցում ասնել միշտ բան են ասում, դες եղբայրներ քույրեր։ Ճիշտ է, նեղ պայմանները լավ ա եղել, ապրելակերպը լավ ա եղել, եւ այս ապրելակերպի բանն ա եղել, որ մարդիկ չեն դարձել Աստծուն, իսկ նեղությունը, դժվարությունը մարդուն միշտ ստիպել է, որպեսզի իրանք կարողանան դառնալ Աստծուն։ Այս վերջերը որ գնում ենք մենք ամեն ամիս որ Ղարաբաղցիների պաշտամունք ալել, այնքան հոգիներ կա, որ ես իրանց մոտով անցել եմ, իրանք չեն ապաշխարել, տեսնում եմ ես այդ դահլիճում, տեսնում եմ այդ դահլիճում, ասում եմ, սա այն մարդն է, ես իր ավտոբուսը նստել եմ, հիշում եմ, տես կոպիտ մարդ էր, ավտոբուսը նստում էի գնում Ճարտար գյուղ պաշտամունքի, Այս սրան էր կողմում փողոքի չես տալիս, նրան էր կողմում, գնացել տեսել ընդեղ նստած, եղբայրներ քույրեր։ Այն մեկին եմ տեսնում, գնացել եմ տեսել ընդեղ նստած։ Համարակեսին շատը ես ճանաչում էի, գիտեք ամբողջ խնդիրը ինչումն է, քու հոգիդ ավելի թանկ է, քան մի կտոր հողակտորը, քու հոգիդ ավելի թանկ է, քան քու ունեցվածքը, քո տունը, քո վերջը քո բիզնեսը, եղբայրներ քույրեր, սա ավելի կարևոր է։ Հիշում եմ մի հատ քույրիկ, էսել ասեմ, մի հատ քույրիկ 20 տարի է գալիս է պաշտամունքի, բայց չէր մակարդել։ Կա սենց բան, որ ստեղ 20 տարի կա պաշտամունքի, չի մակարդվել։ Վերջը խնդիրներ ա ունեցել եւ այլը։ Մի օր ինքն էլ միշտ խոստովանում է։ Ինչ խոստովանում, ամեն անգամ նույն բաները, մի օր հոգնել է։ Ինք որ եկավ խոստովանության ասեմ, հերիք է բոլա, գնամ եկել եմ մի եղբոր մոտ խոստովանվի, մի եղբոր մոտ խոստովանվի,
Հիմա այդ գիշեր ուզում եմ քնել քունս չտա։ Ես ուզում եմ, որ տոնս ճիշտ չէ, վերաբերմունքս ճիշտ չէ։ Եղբայրներ քուրեր։ Գիշերը երազ եմ տեսնում, ինչ հետաքրքիր մի հատ երազ եմ տեսնում, տեսնում անգել եմ մի հատ մեծ փոսի մեջ, իմ որ ասեմ, ոնց ասեմ, այն ում հետ ես ասեք ախպերություն եմ արել, ընկերություն եմ, ում անուն կանչում եմ վերջը չի գալիս։ Կանչում եմ Վիլեն ախպեր չկա, կանչում եմ Գարիկ ախպեր, ձենս գցում եմ նես մեծ փոսա։ Ես ում հավատում եմ, որ ինքը իմ կողքին պետք է լինի, ում անուն կանչում եմ չի գալիս։ Ով պետք է գար, որ հետաքրքիր է։ Այս նույն քուրիկն է, գալիս ձերքը մեկնում, ու ինձ այդ փոսից որ հանում է։ Այդ գիշեր եք հալած, ասում առավոտը պաշտամուքին գնալ եմ չոք եմ փոքեր։ Եղբայրներ քուրեր։ Ես դրա համար հասկացել եմ, որ յուրաքանչյուր մարդու հոգին ավելի թանկ է, քան այսօր մենք մեկս մյուսից համարենք։ Երեք եղբայրական էր, եղբայրներից մեկ այնքան լավ բառ ասեց, մինչև մարդը Աստծուն չգտնի, եկեղեցին ինքը չի հարգի։ Եկեղեցին կհասկանա ուղղակի սիմպաթիայի տեղ, այս ինչ եղբայրը լավ քարոզեց, այս ինչ քույրիկը մի քիչ շնորհքով է, այս ինչ եղբայրը վերջերս բաներ ունի։ Եղբայրներ քույրեր, սա Տիրոջ կանծն է։ Քրիստոսի հետ հանդիպող մարդու համար եկեղեցին ինքը, գիտեք ինչ է, գնահատում է, բոլորին հարգում է, բոլորին սիրում է եւ բոլորի համար ինքը միշտ թափանցիկ է, փառավորի Եզուս Քրիստոսի եղբայրներ քույրեր։ Եկեղեցին դա սիմպաթիայի հարց չի, որ ասեք գնամ, այսինչ եղբոր քարոզը լսեմ, որտեղ ինքը լավ է խոսում, այսինչինը չլսեմ, այսինչ քույրիկ ավելի լավ է չի գա։ Մենք սես բաներ ասում կաս ես բաներ ձեր ավելի լավ չկա որովհետև սես բաներ միշտ լինում է եղբայրներ քուրեր ես եղբայր եմ տեսել աղոտ կանում անենց ուժեղ լացում է աղոտքի մեջ այնքան ուժեղ է լացում ասում եմ երևի Տիրոջ հետ հանդիպում է այս մարդը հենց աղոտքը վերջանում է սրան է կպնում դրան է կպնում ինձ համար հարց է առաջանում լացին նայեմ թե իրա վերաբերմունքին նայեմ այսօր կարող դու էլ լաց լինես բայց չգիտեմ քո լացը ճիշտ լաց է թե կա իսկական լաց կա անիսկական լաց եղբայրների չգիտեմ ով է գնացել Երուսաղեմ այնտեղ մենակ մի պատ է մնացել Պատ է մնացել և այդ պատը տենց էլ կոչում է, լացի պատ է կոչում։ Հիմի դու գիտեք, այսօր հրյաները այդ նմանավանդ ասեք են սիոնիստականները կանգնում են այդ պատի առաջ, գիշեր ցերեկ գլուխները բանանում ու լացում։ Ու մազուրը շատ է, ինի շատ է լացել։ Այնքան այդ պատին է գլխով խփել են դերս, այդպես պատմում են։ Հիմի եղբայրները պատմում են, ասում ես տեսնում եմ ոնց են լացում տես ու այդ պատին էլ տես խփում, ասում եմ գոնե լացում եք էլի ճիշտ լացեք, այսինքն լացի ճիշտ ձևեր կա, եղբայրներ քույրեր, եթե այսօր քո լացը, քո սիրտդ կոտրելն է, քո հպարտությունդ կոտրելն է, դու դրանով խոնարհվում ես Տիրոջ առաջ, Աստված ես գիտեմ քեզի այցելելու է, կոտրած սիրտ ունեցողների եւ խոնարհ հոգի ունեցողների հետ ես ամեն